Մարկոս 8-րդ գլուխ։ Այդ օրերին դարձյալ մեծ բազմություն էր հավաքվել, և ուտելու բան չունեին։ Հիսուսը կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց. Սիրտս ցավում է այս ժողովրդի համար, որովհետև արդեն 3 օր է ինչ ինձ մոտ են և ոչինչ չունեն, որ ուտեն։ Եթե նրանց քաղցած արձակեմ իրենց տները, ճանապարհին ուժասպառ կլինեն, որովհետև նրանցից ոմանք հեռվից են եկել։ Աշակերտները նրան պատասխանեցին. Այս ամայի վայրում որտեղից կարող ես նրանց հացով կշտացնել։ Հիսուսը նրանց հարցրեց. Քանի նկանակ հաց ունեք։ 7, պատասխանեցին նրանք։ Հիսուսը հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնին, ապա վերցնելով 7 նկանակները, գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, որ բաժանեն։ Նրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Քիչ թվով մանր ձկներ էլ ունեին։ Հիսուսը դրանք ևս օրհնեց և հրամայեց բաժանել։ Կերան և կշտացան, 7 զամբյուղ էլ ավելացած կտորտանքներ հավաքեցին։ Ապա Հիսուսը նրանց արձակեց։ Նրանք, ովքեր կերան, մոտ 4000 հոգի էին։ Աշակերտների հետ իսկույն նավակ մտնելով եկավ Դաղմանութայի կողմերը։ Փարիսեցիները եկան և սկսեցին վիճել Հիսուսի հետ։ Նրան փորձելով երկնքից նշան էին ուզում նրանից։ Հիսուսը հոգու խորքից հառաչեց և ասաց. Ինչու է այս սերունդը նշան ուզում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերնդին նշան չի տրվելու։ Թողեց նրանց, դարձյալ նավակ նստեց և գնաց լճի մյուս կողմը։ Աշակերտները մոռացել էին հաց վերցնել, և նավակում միայն 1 նկանակ ունեին իրենց հետ։ Հիսուսը պատվիրեց նրանց և ասաց. Զգույշ եղեք փարիսեցիների խմորից և հերովդեսականների խմորից։ Իսկ աշակերտներն իրենց մեջ խորհում էին և ասում. Այսպես է ասում, որովհետև հաց չունենք։ Հիսուսն իմացավ նրանց մտածումը և ասաց. Թերահավատներ, ինչու եք ձեր սրտում խորհում, թե հաց չունեք։ Դեռ չեք հասկանում և չեք հիշում։ Ապշությունն է պատել ձեր սրտերը։ Աչք ունեք և չեք տեսնում։ Ականջ ունեք և չեք լսում, ու դեռ չեք հասկանում։ Չեք հիշում, երբ 5 նկանակով 5000 հոգի կերակրվեցին։ Իսկ կտորտանքներով լի քանի սակար հավաքեցիք։ Նրան պատասխանեցին. 12։ Եվ երբ 7 նկանակով 4000 հոգի կերակրվեցին, կտորտանքներով լի քանի զամբյուղ հավաքեցիք։ Նրանք պատասխանեցին. 7։ Եվ Հիսուսը նրանց ասաց. Իսկ ինչպես չեք հասկանում։ Եկան Բեթսայիդա։ Հիսուսի առաջ բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան։ Հիսուսը, բռնելով կույրի ձեռքից, գյուղից դուրս հանեց։ Թքով թրջեց նրա աչքերը և ձեռքը դրեց նրա վրա։ Եվ հարցնում էր կույրին, թե որևէ բան տեսնում է։ Նա բացեց աչքերը և ասաց. Տեսնում եմ մարդկանց, որ քայլում են ինչպես ծառեր։ Հիսուսը ձեռքերը դարձյալ դրեց նրա աչքերի վրա։ Կույրը բացեց աչքերը և նայում էր։ Բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր։ Հիսուսը նրան իր տուն ուղարկեց և ասաց. Գյուղ մի մտիր, այլ գնա քո տուն։ Իսկ երբ գյուղ մտնես, այնտեղ ոչ ոքի չասես։ Հետո Հիսուսն իր աշակերտների հետ գնաց Փիլիպյան Կեսարիայի գյուղերը։ Ճանապարհին աշակերտներին հարցուփորձ էր անում և ասում. Մարդիկ ինչ են ասում իմ մասին։ Ո՞վ եմ ես։ Նրանք պատասխան տվեցին և ասացին. Ըստ ոմանց Հովհաննես Մկրտիչը, ըստ ուրիշների Եղիան կամ մարգարեներից մեկը։ Ապա նրանց հարցրեց. Իսկ դուք ինչ եք ասում իմ մասին։ Ո՞վ եմ ես։ Պետրոսը պատասխան տվեց և նրան ասաց. Դու Քրիստոսն ես։ Հիսուսը խստիվ պատվիրեց նրանց, որ ոչ ոքի չասեն իր մասին։ Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե մարդու որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և 3-րդ օրը հարություն առնի։ Հիսուսը բացահայտ խոսեց այս բաները։ Պետրոսը նրան մի կողմ տանելով սկսեց հանդիմանել նրան։ Իսկ Հիսուսը շրջվեց տեսավ աշակերտներին, հանդիմանեց Պետրոսին և ասաց. Հետևս գնա սատանա, որովհետև դու չես խորհում այն, ինչ Աստված է անում, այլ այն, ինչ մարդիկ են անում։ Ապա իր մոտ կանչեց ժողովրդին աշակերտների հետ և ասաց նրանց. Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ Որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն։ Իսկ ով կորցնի իր կյանքը ավետարանի համար,
պիտի փրկի այն։ Ինչ հոգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի։ Որովհետև մարդ ինչ հատուցում կարող է տալ իր կյանքի փոխարեն։ Ով ինձ եւ իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, մարդու որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր հոր եւ սուրբ հրեշտակների փառքով։